Սուսիջան ողջունում ենք, բոլոր ովքեր նոր միացան։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներս։ Ես այս իմ հիվանդանալուց հետ կապված հետաքրքիր թեմա տերը տվեց։ Դե հիվանդ մարդը ինքը սով չի զգում, հա, մի քանի օր մինչև օրգանիզմը ուրեմն վերականգնվում է, մինչև արդեն ուրեմն Աստված այնպես է ստեղծել, երբ որ վերականգնվում արդեն բնականաբար ուտելու կարիք է զգում։ Ու Աստված փոխեց ամեն բան հոգևորի, տեսեք սիրելիներս։ Ինչ է նշանակում, երբ որ հավատացյալը հոգևոր սով չի զգում Աստծո խոսքի նկատմամբ, հոգևոր քաղց, փափակ կամ ծարավ չի զգում Աստծո խոսքի նկատմամբ։ Այսինքն ինչ ենք հասկանում, որ սատանային հաջողվել է, որ իրան հիվանդացնի, հա, ինչ հիվանդությունով, մեղքի հիվանդությունով, որովհետև մարդը ինքը ժողովուրդ այնպես է ինքը ստեղծված, որ ինքը պետք է երկրպագի, հա, առհասարակ ստեղծված է Տիրոջը երկրպագելու համար, բայց եթե որ մարդը չունի երկրպագություն Տիրոջը իր հոգու խորքում, ուրեմն հարց է առաջանում, այդ դեպքում ում է երկրպագում մարդը, եթե որ երկրպագություն չկա, եթե որ սով չկա, եթե որ փափակ չկա, եթե որ ծարավ չկա Տիրոջ խոսքի նկատմամբ, այդ դեպքում ինչ աղբյուրներից է օգտվում մարդը։ Կհիշեք Երեմիայի 2-րդ գլխում 13-րդ խոսքում դուք կարող եք ձեր մոտ նշել, ասում է իմ ժողովուրդը ծակծակոտ գուբեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։ Հորեր գուբեր, որոնք ջուր չեն կարող պահել։ Հիմա Տերը այսօր ասում է, եթե որ դու սով չես զգում հոգևոր, եթե դու քաղցն ու ծարավ չես զգում Աստծո խոսքի հանդեպ, այդ դեպքում ինչ հորեր կան քո ներսը, այդ դեպքում ինչ աղբյուրներից ես օգտվում, հա, հարց է առաջանում, սիրելիներս, նորից եմ ասում, մարդը ինքը այնպես է ստեղծված, ինքը պիտի երկրպագի։ Եթե որ դու չես երկրպագում Տիրոջը, ուրեմն քո սրտի մեջ մի ուրիշ երկրպագություն է գնում։ Ուրեմն դու մի ուրիշ բանով ես սնում քո հոգին, ուրեմն քո հոգին ինչ որ ուրիշ բանով է սնվում, որ դու այլևս փափագ ու ծարավ չունես Տիրոջ խոսքի հանդեպ։ Ներողություն, սիրելիներս, տեսեք։ Երբ որ Հովհաննեսի ավետարանում 4-րդ գլուխ դուք կարող եք ձեր մոտ նշել, Հիսուսը, հա, հանդիպեց Սամարացի կնոջը, 13 խոսքից ես կուզեմ կարդալ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմե այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի, այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում եւ հավիտենական կյանքի համար կբխի։ Եվ կինը ինչ ասեց, Տեր դուր ինձ այդ ջրից։ Եվ իրոք նայում ենք, որ այդ ջրից խմողը, աշխարհի ջրից խմողը երբեք ինքը իր ծարավը չի հագեցնում։ Ժողովուրդ ոչ գողնա կշտանում գողությունից, ոչ շնորհողի աչքնա կշտանում, հա, ոչ հարստություն սիրողնա, ուրեմն այդ ագահությունից կշտանում, ոչ սպանողը, ոչ չարը, մի խոսքով, այսինքն այդ ջրից խմողը, ովքեր այդ կեղտոտ եւ պղտոր ջրերից են խմում, երբևիցե չեն էլ կշտանում, որովհետեւ այդ ջուրը, այդ պղտոր ջուրը ինքը մարդու փափագը եւ ծարավը հագեցնելու ունակություն չունի։ Դա միայն Հիսուս Քրիստոսի տված ջուրն է, որ մեր մեջ հագեցնում է մեր բոլոր կարիքները եւ փափագները։ Փակ Տիրոջը եւ դրա համար Տերը ասեց կնոջը, այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց այն ջուրը, որ ես կտամ, նա հավիտենական կյանքի աղբյուր կլինի, որ կբխի դրանում։ Եվ տեսնում ենք, որ դրանից հետո կինը թողեց իր ջրի կուժը, հա, հենց աղբյուրի մոտ եւ վազեց եւ բոլորին վկայում էր եւ ասում էր. եկեք տեսեք, հա, արդյոք նա է Քրիստոսը։ Այսինքն ինչի համար էր եկել, հա, ինքը եկել էր ջուր տանելու, իր կարիքները հագին էր, լվացքա, ճաշա, խմելու ջուրը, տուն մաքրելու համար։ Բայց նայում ենք, երբ որ ինքը հանդիպեց Հիսուսին, այդ ամեն այդ մարմնավոր այդ իր կարիքները, այդ մարմնավոր ջրի հետ կապված ամեն բան ինքը մոռացավ։ Եվ գրածա, որ թողեց ուժը աղբյուրի մոտ եւ գնաց ինչի ավետարանչության։ Սիրելիներս, առաջի ավետարանիչը եղել է այդ Սամարացի կինը, ասում գնում էր եւ բոլորին ասում էր, պատմում էր, եկեք տեսեք, այն ամեն ինչ որ արել է ինքը ասեց եւ գրածա այդ կնոջ խոսքի համար շատերը հավատացին Տիրոջը։ Փառք Հիսուսին, դրա համար սիրելի հոգի, այսօր դու կարող ես ստուգել քեզ։ Ո՞նց է ջերմաչափը, ժողովուրդ, դնում ենք, ինքը ցույց է տալի, հա, մարմնի ջերմաստիճանը։ Կներեք, այսօր ստուգի ինքդ քեզ, եթե դու ծարավ, փափակ, կարոտ չունես Աստծո խոսքի նկատմամբ, ուրեմն սատանային հաջողվել է, որ հոգևոր հիվանդություն բերի քո վրա, մեղքի հիվանդություն։ Դավիթ ասում է, քո խոսքերը գտնելու պես ես կերա, քո խոսքը քաղցր է իմ քինքին, մեղրից ավելի անուշ է, քաղցր է, տեսեք մեղրի ինչքան համով է, հա, ինչքան քաղցր է, ինչի հետ է համեմատում Տերը։ Բայց ասում է, քո խոսքը մեղրից էլ քաղցր է, ուտելիքի հետ է համեմատում, որտեղ դա իրոք հոգու կերակուր է, հոգին կշտացնում է։ Եվ եթե այսօր դու չունես այդ ծավալը, ուղղակի որպես հավատացյալ, դու ասենք գիտես, որ պիտի կարդաս, բացում ես գիրքը մի երկու գլուխ այնավոր պիտի կարդաս, դու հավատացյալ ես, գիտես որ պիտի աղոթես 5 րոպե 10 րոպե այնավոր պիտի աղոթես, ուրեմն դու ինքնակնություն արա։ Այսօր ինչն ա գրավել Հիսուսի տեղը։ Սիրելիներս, այսօր որ աղբյուրն ա, որ եկել ա ու փակել ա, որ դու այլևս Քրիստոս հացին չես սովածանում, Քրիստոս ջրին չես տարավում։ Ինչի հաջողվել սատանային քեզի բերել այդ մեղքի հիվանդությունը, ես ինչ եմ ասում, ես հիվանդացել եմ, ես մի քանի օր ժողովուրդ ես ուտելիքի անուն չէի ուզում լսել։ Ինձ ամենահամով խորոված բերեն, չգիտեմ, ինձ պրակտիկնի էր, որտեղ իմ օրգանիզմը չէր ընդունում, ես հիվանդ էի։ Տերը ասում է, եթե այսօր դու ծարավ ու փափակ չունես, քաղցն ու ծարավ չունես իմ խոսքին, ուրեմն սատանային հաջողվել ա քեզ մեղքի հիվանդություն ա բերել։ Ինքնակնություն արա քո անձը։ Եթե աչքերդ չես բացում առավոտ կանուս եւ Աստծո խոսքը քեզի չի քաշում, որ գիրքը վերցնես ու կարդաս դեպի քո հոր նամակն է, ամեն օր։ Մենք մի հատ այնպես վնասված մեկը կան ունենք, ասում եք, չէ՞ այդքան կարդում ամեն օր նույն բանը կարդալ կլինի։ Այո, ամեն օր։ Այդ խոսքը նորովի է բացվում, այդ խոսքը օվկիանոս է, ամեն անգամ կարդալուց նոր է բացվում, ամեն անգամ կշտացնում է, ամեն անգամ ինքը հագեցնում է մեծ ծարավը։ Եվ դրա համար դուք կարող եք ինքներդ ինքնակնությամբ զբաղվել։ Եթե որ տեսնում ես, փափակը չկա, ծարավը չկա, կրոնավորությունն է մնացել, զգուշ եղեք ժողովուրդ։ Տիրոջը կրոնավորություն պետք չէ, այդ կրոնավորության ոգին ամենավտանգավորն է։ Երբ որ սերը չկա, երբ որ փափակը չկա, բայց գիտես որ պետք է անես։ Եվ Աստված պաշտության կյանքը դառնում է բեր։
Եվ այսօր շատ հավատացյալները բեռի տակ ճզմվում են, որովհետև սերը չկա, սերը ստավել է, ապագը չկա, բայց բրդում են իրենք զորով դեկիտ են, որ պետք գնան։ Տերը տես չի ուզում, ժողովուրդ մենք պետք է սիրենք Տիրոջը։ Սիրահարված գույքեր երբևէ տեսել եք։ Իրանք ամբողջ օրը օթերի մեջ են, իրանք խոսան, ժամերով, իրանք ժամերը թռնում չեն զգում։ Իրանք գրվեն, իրանք չեն զգում, իրանք ամբողջ օրը մեկը մյուսի կարիք ունի, որտեղ մեջը սեր կա։ Իսկ մենք ասենք Հիսուս ջան, մենք քեզ սիրում ենք, խաղցր ջան, կյանք ջան, քո համար կյանք տտանք։ Բայց Հիսուսի համար 5 րոպե, 10 րոպե, այն խոսք կա ձեռի հետ ոտի վրա։ Հա, դե մի հատ կապ դե ոնց հավատացել եմ։ Մի հատ աղոթ եմ, աղոթքներն էլ ինչա կախարդական փայտիկ, Տեր ջան, ես դուրեն դուր ես հարցը լուծի։ Տեր ասում եմ, ես քեզ կարոտել եմ։ Ես ուզում եմ քեզ տեսնեմ, ես ուզում եմ քո երեսը տեսնեմ։ Մի հատ քո հորդ հետ խոսա։ Ոչ թե արի ծնկի Տեր ջան, ես հարցը լուծի, էնի, հալելույա ամեն։ Ու դա կոչվում է Աստված պաշտություն։ Ու այսօր շատ-շատերը այդպես պաշտում են, որ իրաց թվում է թե դա նորմալ է։ Սիրելիներս, դա նորմալ չի։ Եթե աշխարհի մարդուն իրար սիրելուց չեն կշտանում, մեր Աստծուն, որ երկինք ու երկիրը արարեն, 5 րոպե 10-15 րոպե շփրտելով ուզում ենք երկինք մտնենք, չեն կապի Աստծուն։ Գրված է սիրի քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, սրտով, էությունով, զորությունով, եւ սիրի քո ընկերոջը քո անձի պես։ Երբ որ սիրես քո Աստծուն, եւ սիրես ընկերոջդ, ընդեղ էլ օրենք պետք չի։ Օրենքը ում համար է։ Մեղավորների համար։ Իսկ այն սրտի մեջ որտեղ սեր կա, ինչի գողանա։ Ինքը գիտի, որ Հիսուս ունի։ Ամբողջ հարստությունը իր հորն է, ինչի շնանա։ Եթե գիտի ինքը Հիսուս ունի, իր Հիսուսին կվշտացնի։ Արժի ինչ որ ռոպեական հաճույքների համար Տիրոջը վշտացնել, այն Հիսուսին, որ քո համար ոչինչ չի ափսոսացել։ Այն հոգու համար օրենք չկա, սիրելիներս, հիշեք, օրենքը մեղավորների համար է։ Ասում են նրա սերմը մնում է նրանում, նա չի կարող մեղանչի։ Այդ սերմը պահում է քեզ։ Դու կարիք չունես շնանալու, գողանալու, սպանելու, նախանձելու, քո մեջ քո հորդ հոգին է։ Այն հոգին, որ սիրում է, այն հոգին, որ օրհնում է, այն հոգին, որ անգամ տեսնում է մեղավորին, աղոթում է, ցավ է քաշում, ոչ թե ասում է այսօր է, որ ես դրա հետ շփվեմ։ Հա, կհիշեք աղոթքը Մաքսավորի բանը, Փարիսեցու, ես Մաքսավորի նման չեմ, տոնում եմ, պահում ես, եմ անում, ոչ էլ է սրա նման է։ Բայց հավատացյալը եթե անգամ մեղավոր մարդ է տենում, սիրտը ցավ է քաշում, ասում է, ողորմի ես քրոջս կամ ախորս ազատի դժոխք չգնա։ Դրա համար սիրելիները շատ կարևոր է, երբ որ մենք ճիշտ Աստված պաշտության կյանք ենք ապրում, ոչ թե վերցրել ենք կրոնավորությունը ու գնում ենք առաջ, թե մենք պետք է աղոթենք, մենք պետք է պայքարենք, մենք պետք է հաղթենք, բայց առանց սիրո, առանց ներկայության, միթե դու կարաս սիրես։ Դա Հիսուսն է քո մեջ ապրելով քեզ սարքում սիրող։ Դու չես կարա մարդկորեն մի հատ օրենք էլ չես կարա պահես։ Դա մենք պիտի թույլ տանք Հիսուսը մեր մեջ ապրի, որ մենք սրբանանք, մենք մարդկորեն ոչ մի բան չենք կարա անենք։ Տեր ասում է զավակս իմ հետ հաղորդակցվի, որ քեզ տեսնող ինձ տեսնի, պատկերը արտացոլվի քո մեջ։ Իսկ դա ամեն օրվա Տիրոջ հետ հարաբերվելու ճանապարհը։ Լույսը բացվեց, մի հատ լավ աղբեր ունենք, ասում է ժողովուրդ ջան, ձեզ ստուգեք, լույսը բացվեց, ամենաառաջինը, ինչին է ձեռդ երկարում, ինչ ցանկալի բան ունես, մարդը հեռախոսը, գիշեր ցերեկ մեջն է, բայց որ ասում ես աղոթին 5 րոպե չի կարող աղոթի, բայց որ մտնում է հեռախոս ժամերով գնում է, սատանան բերում է, խնդրեմ, վերցրու նայ, ես լիքը զբաղմունքներ կտամ, մենակ աղետարանը չբացես, մենակ չերքես, մենակ չաղոթես, լիքը զբաղմունքներ կտամ, այնքան զբաղմունքներ կտամ, եւ այդտեղ քո հոգին սնվում է, ժողովուրդ հոգին սնվում է, եւ հետո բացում ես գիրքը, տեսնում ես ոչ թափակ կա, ոչ ծանոթ կա, նայում ես կարդալու, որի կարդացի բան չհասկացար, դե հա, այսի հավ տարի գիտեմ, կենթանություն չկա խոսքի մեջ, որովհետեւ ուշքդ միտքդ աշխարհն է, հոգից սնել ես աշխարհով, ոնց է հոպտիկինը, հայացքը Սոդոմ Գոմոր, Եգիպտոս, եւ ինչ դարձավ աղի արձան, այսօր լիքը այդպես աղի արձաններ կան հավատքի մեջ, մեջները կենթանություն չկա, վկայելու բան չունեն, ասելու բան չունեն, դրանքներին ուրախություն չկա, ոչ Հիսուսից խոսալու բան ունեն, ոչ ասելու, ոչ փոխանցելու, աղի արձաններ են, հովտի կնոջ նման, ոչ մի բանով չեն տարբերվում, որովհետեւ հայացքները աշխարհ է։ Տեր ասում այսօր ով Աստծո զավակ դու ունես միսիա երկրի վրա լինելու աղուլույս արտացոլելու քո Տիրոջը ի՞նչ է քո բան ու գործը ժողովուրդ ես TikTok էի քաշել հոգեբոր ավետարանչության նպատակով որ Աստծո խոսք տարածենք ու նոր էի ծանոթանում աղջիկս էր ինձ բացատրում ճիշտ ասած այդպես բաներից չեմ էլ հասկանում ուրեմն մի հատ եղբոր տեսա ուրիշ խմբերից էր հա մարգարեացող եղբայր ժողովուրդ շշմեցի այնքան վատ զգացի մտել են ուկրաինացի աղջիկ են խոսացնում հա հետո սկսեցին բաթլ խաղալ եւ սա մարգարեացող անոթը Հոգից լացում ասում եմ ես ինչ օրնա այս ժողովուրդը ընկել հոգևորը դոր դու բեշարին բաթել են խաղում էլ անելու բան չունեն հոգևոր դաշտում սաղ ավարտեցին մտել են խաղեր են խաղում եւ էսի Աստծո ժողովուրդը աշխարհը ունի կասես աշխարհը լավ դե աշխարհը իր անունով գնում է მაგრამ հավատացյալները քարոզիչներն են սրա մեջ մարգարեացող անոթներն են սրա մեջ Տիրոջ հոգին լացում ասում այսօր լիքը բան կա անելու հոգևոր դաշտում այսօր երկեր դավանած լիքը անելիք են տվել կարդալու իմ խոսքը աղոթելու պատերազմելու ժողովրդի համար որ կորուստ են գնում հոգևորը դոր դու բեշ են արել բաթել են խաղում TikTok-ում մարգարեացող անոթը եւ Տեր ասես տեսնում ես այդ դրա համար իմ հոգին լացում է Հոգիս լացում է ժողովրդի համար, որ մազան քնով կորուստ են գնում։ Ու ամենացավալին գիտեք որն է, որ իրանք ընդհանրապես չեն զգում, որովհետև վատ բան կա։ Այ ամենացավալին է դա։ Մարգարեության մեջ ասում է մենակ թե գիտակցեիր քո սխալը, բայց այդ էլ չեն անում, հա ինչ կա որ։ Զբաղվում ենք էլի, այդ կանապ եք մնացել, ովքեր որ դաշտում եք չունեք ոչինչ անելու։ Զբաղմունքներ եք ման գալի։ Այս դրանք այդ ծակծակոտ գուբերն են, որ սատանան լիքը բերել է։ Մենակ թե կտրի հոգևոր կյանքից, բաթլ խաղա, սայթեր մտի, էս արա, այն արա, մենակ հանգած գիրքը չբացես, մենակ չաղոթես։ Որտեղ որ հավատացյալը իր տեղում եղավ սատանայի գլուխը ջախջախելու է, որտեղ որ հավատացյալը կրակ ունեցավ, սատանայի վերթերն է քանդելու։ Դրա համար այնքան բաներ ա բերում, մոգոնելա, խաղեր, էսեն, մենակ չգաս գրքին մոտիկ, մենակ չբացես այս գիրքը, մենակ չկարդաս, որտեղ հենց որ դու հոգևոր ուժեղացար, իր գլուխը ջախջախելու ես, դրա համար սիրելիներս արթուն մնանք, եթե տեսնում ես քո մեջ այդ փափագը գողացել անեն կանորենը, ուրեմն իմացի, որ դու հոգևորապես հիվանդացել ես մեղքի հիվանդությունով, հայտնության գրքի մեջ ասում է հիշիր որտեղից ընկար, զղջա եւ առաջի գործեր արա, եթե ոչ կգամ քեզ մոտ եւ աշտանակդ կշարժեմ։ Այսօր շատ ստուտ վարպետությունների մտել ա եկեղեցի, չես կարա փրկությունը կորցնել, դե լավ, այլ ինչ ուզենք անենք, բայց ինչի ասում նայ անունը չջնջեմ կենաց գրքից, նայ պսակը ուրիշը չառնի։
Այդ ինչի ասում, եթե որ անապատում ընկան շատերը։ Դրա համար սիրելի ժողովուրդ, ամեն անբողություն, ամեն գարջ վիճակներ հանեք ձեր մեջից, ամեն իմիջայլոց վիճակներ հանեք ձեր մեջից։ Եթե որ տեսնում ես մեջը տանտարբերություն ա մտել, սառնություն ա մտել, փախակ չկա, ծառավ չկա, պատահի շորերդ, հոգեբոր առումով, արի Աստծո առաջ, ասա Տեր, փախակս գողացել ա սատանան, ծառավ չկա, ծնկում եմ աղոթելու երկինքը չի բացվում, աղոթքս մինչև պատալոք ա։ Ասա Տեր, ես ուզում եմ քո երեսը տենամ։ Խոստովանության գնացեք ժողովուրդ, մեղքը վախենում ա իր անվանից, խոստովանության գնացեք։ Մի ծածկեք ձեր մեղքերը։ Խոստովանեք մեղքը վախենում ա։ Ազատագրվեք, որպեսզի երկինքը բացվի, որովհետև անցնում են ժամերը, օրերը անցնում են։ Ո՞վ պիտի ապաշխարի քո տեղը։ Եթե դու քո հանդեսները չպատավես, քո սիրտը չպատավես Աստծո առաջ, ո՞վ պիտի անի քո տեղը։ Ոչ մեկ չի անելու։ Իսկ Հիսուսի ներկայությունը ամենաթանկ բանն է այս կյանքում։ Եթե դա կորցրել ես, իմացի մի հատ մեծ բան ես կորցրել։ Արի Աստծո առաջ, ասա Տեր, ների ինձ սատանան գողացել ա փափագս, սատանան գողացել ա ծառավս։ Ամեն ինչի համար ժամանակ ունեմ, բայց Աստծո խոսքի համար չունեմ։ Այսօր աշխարհի մարդիկ ասում են, ի՞նչ եք խորանում։ Սա հավատում ենք, ի՞նչ եք խորանում։ Մեկը չկա ասի, դուք ամեն ինչի մեջ խորանում եք, ձեր բիզնեսի մեջ խորանում եք, ձեր ամեն ինչի մեջ խորանում եք։ Մենք էլ հավատքի մեջ ենք խորանում։ Բահավի տենական կյանք պիտի գնանք։ Այսօր մի հատ աղջիկ ուզելու համար գնում 10 տեղից տնտղում են։ Բա Հիսուսի հարցը տանելու մեզ Աստված։ Ձեր թվում է ամեն մեկին ասես հավաքելու ա տանի երկինք։ Այդպես բան չկա։ Տերը փորձելու ա քեզ, Տերը մաքրելու ա, կրակի հնոցն ա մցնելու, որպեսզի ոսկու նման մաքուր լինես։ Բայց իմացի այդ հնոցը մցնելուց ինքն է քո հետ ա մտնելու։ Ոնց որ Սեփրակ Միսակ Աբեդնագովին, որպեսզի մաքրի մեզ ամեն մեր ախտեղություններից, ամեն ծոլությունից, ամեն անհոգությունից, ամեն իմիջայլոց ու գարջ վիճակից։ Տերը ուզում ա, որ մենք կրակոտ հավատացյալներ լինենք, ոչ թե իմիջայլոց, հալելույա, այդ մենք երկինք, ուր եք եթում, ինչ երկինք։ Երկինքը սկսում ա երկրի վրայից։ Եթե երկրի վրա դու Հիսուսի հետ չես քայլում, ինչ երկնքի մասին ա խոսքը։ Եթե երկրի վրա Հիսուսի երեսը չես տենում, Հիսուսի ներկայությունը չես զգում։ Դրանցա ենովքը քայլես տիրոջ հետ եւ չես գտնվում։ Առաջի հատը շտապող մարդը ենովքն ա եղել։ Եթե այսօր դու երկրի վրա Հիսուսին չես տենում, դու ինչ երկինք ես գնում։ Հարցը առաջանում, ինչ երկինք, երկինքը սկսվում ա երկրի վրայից։ Եթե չես զգում տիրոջ ներկայությունը, եթե դու իր այդ կապ չունես, ինչ երկնքի մասին ա խոսքը։ Այսօր շատերը մարգարեներ են ման գալի։ Այս տեսնենք ինչ կասի, այն մարդը ինչ կասի։ Տեր ասում է, ես քո կողքն եմ, մարգարեներ ման մի արի, ես կենթանի ոգին դրել եմ քո մեջ։ Բա ուր ա քո կապը, քո այդքան տարիներու ինչ ես գնում գալիս, որ խառնվել ես իրար մի հատ հարց առաջանում մարգարե եք ման գալի։ Տեր ասում է, ես կենթանի կանգնած եմ քո կողքը, եւ իմ ականջներս բաց ա, եւ իմ աչքերս ինձ զավակների աղոթքներին, որ լսեմ ու պատասխանեմ։ Բայց այսօր սատանան այնց ամոլորացնում, որ կարծես Հիսուսը 7 տարի հետևում ա։ Հիսուս ասում է, ես քո կողքը կանգնած եմ, ես կենթանի Աստված եմ, ես սիրում եմ քեզ։ Բայց շտկենք մեր շավիղները, սիրելիներս, շտկենք մեր շավիղները, եթե որ ասում ենք հավատացյալ ենք, ուրեմն այնց ապրենք, որ Տերը նայի ուրախանա։ Հավատացյալի նման ապրենք։ Տիրոջը վայել ձևով պաշտենք հոգով ճշմարտությունով, որ ամբողջ երկինքը հրեշտակներ ուրախանան, զարմանան մեր պաշտամունքը տեսնելով, բայց այսօր ցավոք սրտի երկինքը լացում ա։ Շատ շատերի վրա, շատ շատերի ապրած կյանքի վրա, որովհետև մեղքը չեն թողում, ցանկությունը չեն թողում, մի ոտով աշխարհին, մի ոտով հավատք։ Չեք խափի Տիրոջը։ Ասում չես կարա երկու Տիրոջ ծառայես։ Եղիան ասեց բավական է երկու ոտի վրա կաղաք։ Եթե Եհովան է Աստված, Եհովային պաշտեք։ Եհովային պաշտեք սիրելիներս։ Դրա համար Աստծո հոգին անհանգստացրեց, հետաքրքիր համեմատական բերեց։ Ես քանի օր չէի կարողանում ուտել, բայց այսօր շատ հավատացյալներ օրեր չէ, ամիսներ չէ, տարիներ շարունակ խաբում են իրաց ու աստվածպաշտության կյանք են ապրում։ Ձևական առանց սիրո, առանց ներկայության եւ ասում են սիրո շրջաններ, նոր ապաշխարության շրջաններ։ Սիրելի սեփը դե միշտ լինի։ Այդ Հիսուսը մերել է, ասում է նույնը երեք այսօր ավիտյան։ Համապատասխան ապաշխարության շրջանը բոլորի մոտ սենց բուրըն բռնկվում է, կարծես պատրաստ ես ամբողջ երկրագունդը գրկելու, բայց չի նշանակում որ մեր Տերը վсё այդ է։ Չէ, սիրելիս, բնականաբար աճում ենք, գնում ենք փորձություններով, դժվարություններով, բայց չպիտի մեր սերը պակասի։ Աշխարհի վերջին նշաններից մեկը ասում է շատերի սերը կսարճի, բայց չի ասում բոլորի։ Շատերի, բայց ոչ բոլորի։ Իսկ ես ինչի պետք է շատերի մեջ մտնեմ։ Թող ես քչերի մեջ մտնեմ։ Իմ սրտի մեջ պետք է սերը բորբոքվի, ես սեր պետք է ունենամ։ Ժողովուրդ հիշեք սերն ա բարձրացնելու, հաց եկեղեցին սերն ա հափշտակելու։ Սեր չունեցար, հույս մի ունեցի հափշտակվելու։ Այդ սերն ա որ մագնիսի նման քեզի քաշելու ա հանի երկինք։ Սեր չունեցար ինչի մասին ա խոսքը։ Դեր ասում ա տեսածը եղբորը չես սիրում, ինձ որ չես տեսել, ո՞նց ես սիրում։ Դրա համար ժողովուրդ ինձանից սկսած, ես որ սենց խոսում եմ, հիշեք ամենաառաջինը սա ինձ ա վերաբերվում, ինձանից սկսած։ Ուղենք մեր շավիղները, ասում ա ցանել եք շատ, հնձել եք քիչ։ Ամառը հունցք եկավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։ Նայենք մեր շավիղները, նայենք ինչ ենք անում, որտեղ ենք մենք, բայց որտեղ պիտի լինենք։ Մեր հոգևոր ախորժակին նայենք, ինչին ա փափագում մեր սիրտը։ Եթե այսօր Աստծո խոսքը քո համար մեղրից քաղցր չի, եթե այսօր ուրիշ բաներով ասնվում քո հոգին, էլ Աստված չանի էլ, որ օրինակ բերեցի սայթեր, խաղեր, չգիտեմ, զբաղմունքներ, խավլիցի Աստված հեռու տանի։ Դրա համար ինքնակնություն անենք, Տեր, այսօր ես չունեմ փափագ, ես այսօր չունեմ ծառավ, այսօր իմ մոտ կրոնավոր վիճակ ա։ Կրոնավորությունը չի գնալու երկինք, ժողովուրդ Տիրոջը պետք չի քո կարդալը, եթե մեջը սեր չկա։ Դրա համար Աստծո խոսքը ասում է ամեն ինչ որ արվում է հոժարությունով, որտեղ հոժարության մեջ սեր կա։ Այդ ինչը որ հոժարությունով չի մեղք կա։ Որտեղ չի ընդունվում մեղք կա, որտեղ ինչ ես անում, եթե հոժար չես։ Հպարտության համար ես անում, քեզ ցույց տալու համար ես անում։ Տիրոջ մոտ զրոյա։ Դրա համար անենք հոժարությունով, բացենք այս գիրքը, ոչ թե որ ես հավատացել եմ, դե պետք է մի բան կարդամ, էլի։ Ես չեմ կարա չկարդամ, ես իմ որ նամակն է։ Ես ամեն օր պետք է տեսնեմ իմ վերը ինձ ինչ է ասում։ Ես չեմ կարա չերկեմ, ես պետք է փառաբանեմ իմ օրը։ Ես չեմ կարա չաղոթեմ, ես ոչ չաղոթեմ։ Բա Տիրոջը ականջի իմ ձայնին է կարոտել է։ Տերը փառաբանվի ժողովուրդ ջան, այսքաններ, Տերը սրտից դրվել։ Եթե որ ունեք ավելացումներ թեմայի հետ կապված հարցեր սիրով, կարող եք բացել ձեր հարցերը ուղղել, ձեր ավելացումները ես էլ սիրով կլսեմ։ Տերը փառաբանվի։ Տեր մոտնի Լիանա ջան, շատ հզոր ուղերձեր, պատգամներ, ու երևի սաղսեր սթափվեցինք։